Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդականը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է չափազանց փխրուն վիճակում եւ չի կարող դիմանալ ԱՄՆ-Իրան նոր ռազմական հակամարտությանը։ Նրա խոսքով տարածաշրջանը շահագրգռված է դիվանագիտական լուծումներով, հատկապես այն պայմաններում, երբ նախապատրաստվում է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու հնարավոր հանդիպումը Ստամբուլում։ Ամեն ընդգծել է, որ երկարաժամկետ խաղաղ համաձայնագիրը կենսական է ոչ միայն տարածաշրջանի, այլև Իրանի տնտեսական ապագայի համար։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Պեկինում ընդունել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիին, կոչ անելով ձևավորել հավասար եւ կարգավորված բազմաբևեռ աշխարհակարգ։ Սիի խոսքով զարգացող երկրները պետք է ունենան ավելի մեծ դեր գլոբալ որոշումների կայացման մեջ։ Օրսին նշել է, որ Ուրուգվայը հետաքրքրված է չինական ներդրումներով, ենթակառուցվածքներով եւ առևտրի ընդլայնմամբ։ Այս հանդիպումը դիտվում է որպես Չինաստանի ազդեցության խորացում Լատինական Ամերիկայում, Արևմուտքի հետ մրցակցության պայմաններում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարարությանը նախապատրաստվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին, առանց սպառնալիքների եւ ճնշումների պայմաններում։ Նրա խոսքով Թեհրանը պատրաստ է երկխոսության միայն այն դեպքում, եթե հարգվեն Իրանի ազգային շահերը։ FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հանդես է եկել հայտարարությամբ, աջակցելով Ռուսաստանի ֆուտբոլային թիմերի նկատմամբ սահմանված արգելքի վերացմանը։ Նրա խոսքով սպորտը չպետք է լինի քաղաքական պատժամիջոցի գործիք, սակայն Ուկրաինայի սպորտի նախարար Մատվի Բիդնին կտրուկ քննադատել է այս դիրքորոշումը, այն անվանելով անընդունելի պատերազմի պայմաններում։ UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ վերադարձը հնարավոր է միայն պատերազմի ավարտից հետո։ Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան հատվածում գտնվող առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ հրշեջները ժամերով պայքարում են կրակի դեմ։ Տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել։ Դեպքը տեղի է ունեցել սոցիալական լարվածության եւ տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին։ Թայվանի նախագահ Լայ Չինգտեն հայտարարել է, որ կղզին պետք է խորացնի համագործակցությունը ժողովրդավարական երկրների հետ, նվազեցնելով կախվածությունը Չինաստանից։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հետ համագործակցությունը արհեստական բանականության, ռազմավարական հանքանյութերի եւ մարտավարական շղթաների ոլորտում։ Հայտարարությունը դիտվում է որպես ուղիղ քաղաքական ուղերձ Պեկինին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այցը տեղի է ունենում այն պահին, երբ պատերազմում նկատվում է հարվածների ինտենսիվության աճ, անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների լայն կիրառմամբ։ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի գործընկերները փորձում են ամրապնդել աջակցությունը Ուկրաինայի եւ կանխել լայնամասշտաբ էսկալացիան։ Բրյուսելում Եվրամիության առաջնորդները կրկին քննարկել են սառեցված ռուսական պետական ակտիվների օգտագործումը Ուկրաինային աջակցելու համար։ Ըստ աղբյուրների քննարկվում են իրավական մեխանիզմներ, որոնք կթույլատրեն տասնյակ միլիարդ եվրո ուղղել ռազմական եւ հումանիտար նպատակներին, առանց միջազգային իրավունքի խախտման։ Գերմանիան եւ Ֆրանսիան զգուշավոր դիրքորոշում ունեն, մտահոգվելով վտանգավոր նախադեպի ստեղծմամբ։ Մինչդեռ Բալթյան երկրներն ու Լեհաստանը պահանջում են արագ գործողություններ։ Wall Street Journal-ի հաղորդմամբ Սաուդյան Արաբիան քննարկում է նավթային քաղաքականության հնարավոր փոփոխությունները ԱՄՆ-ի քաղաքական ճնշման եւ Չինաստանում պահանջարկի դանդաղման պայմաններում։ Աղբյուրները նշել են, որ թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ստիպված է բարդավասարակշռություն պահել աշխարհաքաղաքական շահերի եւ ներքին լայնածավալ տնտեսական բարեփոխումների ֆինանսավորման միջև։ Ցանկացած փոփոխություն կարող է լուրջ ազդեցություն ունենալ համաշխարհային նավթային գների եւ գլոբալ գնաճի վրա։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխարհի նոր իրողությանը, որտեղ այլևս չեն գործի միջուկային զենքի սահմանափակումները, եթե New Start պայմանագիրը չերկարաձգվի։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չգնա համաձայնության, Ռուսաստանը կհարմարվի նոր ռազմավարական միջավայրին։ Ռյաբկովը ընդգծել է, որ գործողությունները պայմանավորված են Վաշինգտոնի քաղաքականությամբ եւ զենքի վերահսկողության համակարգի քայքայմամբ։ Վերլուծաբանները զգուշացրել են, որ նման զարգացումները կարող են լրջորեն խաթարել գլոբալ անվտանգային հավասարակշռությունը։